Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Կինոն արվեստ է, որի լեզուն հասանելի է ամբողջ աշխարհին, բայց ոչ բոլորն են այն հասկանում։ Այս խոսքերի հեղինակի արվեստը մեկը մեկին համապատասխանում է տվյալ բանաձևին։ Նրա անունը սկսվում է պտառով եւ ավարտվում Էդերիկո Ֆելինիով։ Բարի երեկո, եթերում կինոն է, հասանելի, հասկանալի ու սիրելի։ Մայստրո Երվանդ Երզնկյանի իր նվագախմբի հետ այստեղ է։ Հարմար տեղավորվեք, սեանսը սկսվում է։ Տեսնենք, թե ինչ կինոլեզվով են խոսում մեր այսօրվա մասնակիցները։ Կինոյում իրենց ուժերն են չափում։ Ալեքսանդր Բաղրամյան, Անի Մարգարյան և Ալբերտ Քոչոյան։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ալեքսանդր, կինոն որքանով տեղ ունի ձեր կյանքում։ Շատ մեծ երևի թե սկսած է նորվանից, երբ առաջին անգամ Մատանիների տիրակալը նայեցի։ Այդ օրվանից սիրահարվեցիք կինոյին։ Այդ օրվանից։ Այսինքն դա տեղի է ունեցել վերջերս։ Չէ, վերջերս չէ։ 2000-ականների սկիզբ իմ համար վերջերս է։ Անի, կինոն ինչ հոգեբանական նշանակություն ունի ձեզ համար։ Կինոյի միջոցով հնարավոր է շատ բան ցույց տալ, շատ բան բացատրել ու իրական ինքը եւ ուսուցողական կարող է լինել եւ թերապևտիկ նույնիսկ։ Եվ նույնիսկ թերապևտիկ։ Շատ բարի։ Ալբերտ, այո, մյուզիկլային ժանրը կինոյում ինչպես է գնահատում։ Շատ բարձր, որտեղ մասնագիտությամբ ես ինքս երաժիշտ եմ։ Ինչ երաժիշտ, ինչ է։ Վոկալիստ։ Ժողովրդական էստրադա։ Բայց ռոքի սիրահար եմ 70-80-ական թվականների, դասական ռոքի էլ։ Դասական ռոքի սիրահար է։ Մեծ սիրահար։ Ժող վոկալիստ, ժող էստրադային վոկալիստ։ Այո։ Հիանալի է, սիրելիներս, խաղալու ենք կինո, գուշակելու ենք աշխարհի բոլոր ֆիլմերը, մուլտֆիլմերն ու սերիալները եւ խաղալու ենք 3 փուլ։ Առաջին երկուսում առավելագույն միավորներ վաստակած 2 մասնակիցները ինձ հետ կգան։ Երրորդ փուլ, իսկ երրորդից միայն մեկը կհայտնվի սուպեր խաղում։ Եվ խաղը սկսելու համար պետք է ձեզ ուղղեմ հարց, որի պատասխանը ստույգ թիվ է։ Ձեր առջև դրված թղթերի վրա կգրեք պատասխանի ձեր տարբերակը, ումը առավել մոտ եղավ ճշմարիտ պատասխանին, նա էլ կսկսի առաջին փուլը։ Ուշադրություն, հարցը. Քանի կենդանի սարդ է ձեռք բերվել 1977 թվականի Սարդերի թագավորություն գիտաֆանտաստիկ և սարսափ ֆիլմում նկարահանելու նպատակով։ 20 վայրկյան ժամանակ։ Հիշենք, որ այս թիվը կարող է մոտավոր լինել և ում տարբերակ առավել մոտ եղավ իրական պատասխանին, նա էլ կսկսի առաջին փուլը։ Ալեքսանդր։ Ֆիլմը չեմ տեսել ճիշտն ասած, փորձեմ գուշակեմ։ 10 սարդ կարծում է Ալեքսանդրը բավական է թագավորություն ստեղծելու համար։ Անի։ 800 Անի կարծիքն է և 85 Ալբերտինը։ Եվ այս պարագայում Անի դուք եք հաղթում, որովհետև իրականում ձեռք է բերվել 5000 տարանտուլ։ Յուրաքանչյուրի համար վճարվել է $10, $500,000 ընդհանուր բյուջեի 10%-ը ծախսվել է սարդերի վրա։ Այնպես որ կսկսեք առաջին փուլը դուք Անի, բայց մինչ այդ լարում ենք լսողությունը, սրում ենք տեսողությունը և թարմացնում ենք հիշողությունը։ Ալեն Դելոն, Խորեն Լևոնյան, Մարլոն Բրանդո, մենք խաղում ենք կինո։ Առաջին փուլում գուշակելու ենք 15 ֆիլմ, որոնք խմբավորված են 3 կատեգորիաներում։ Գուշակելու եղանակներն են դիտել դրվագ, լսել երաժշտություն կամ վերցանել փոքր-ինչ ճմրթված պաստառները։ Այսօր հարցաբազայում ֆիլմեր են դասակարգված հետևյալ սկզբունքով։
օրհնեցեք Տեր Հայր։ Ֆիլմեր, որոնց սյուժեն չէր զարգանա առանց հոգևորականների առանցքային ներկայության։ Երաժշտությունն այսօր կրակոտ է թե ռիթմի տեսանկյունից, թե ֆիլմերի, որոնցում առանց կրակոցների սյուժեն չէր զարգանա։ Եվ Սատանայի ականջախուլ ֆիլմեր, որոնց անվանման մեջ կամ սյուժեում այս կամ այն կերպ արծացվում է տվյալ կերպարը։ Անի, ընտրում եք դուք, բայց գուշակելու հնարավորությունը տրված է 3-ից հավասարապես, հետևաբար ճիշտ պատասխանի դեպքում կվաստակեք համապատասխան միավորը, սխալի դեպքում մեկ հարց բաց եք թողնելու։ Խնդրեմ, Անի, սկսեք։ Սկսենք վերջից։ Սատանայի ականջախուլ 10։ Սատանայի ականջախուլ 10։ Ալբերտ, Advokat Դյավոլը։ տեսնենք։ Այո, Սատանայի փաստաբանը։ Ճիշտ է, շարունակեք։ Օրհնեցեք Տեր Հայր 50։ Խնդրեմ։ Silence Martin Scorsese. Բրավո, լրություն, ճիշտ է, Ալեքսանդր։ Մենք համապատասխան լրություն էինք պահպանել ֆիլմը գուշակելու համար, դուք եք շարունակում։ Եկեք կրակոտ 10։ Կրակոտ 10։ Ալբերտ, Լեոն ֆիլմից։ բրավո, ճիշտ է, Լեոն։ Շարունակեք։ Սատանայի ականջախուլ նորից 20։ 20։ Իհարկե։ Դյավոլ նոսիտ Պրադա։ Իհարկե, Սատանան կրում է Պրադա։ Բրավո, Անի, շարունակեք։ Կրակոտ 20։ Կրակոտ 20։ Էնիո Մարիկոնե պրոֆեսիոնալ ֆիլմ Ժան-Պոլ Բելմոնդո։ Պրոֆեսիոնալը, ճիշտ է։ Շարունակեք, Ալբերտ։ Օրհնեցեք Տեր Հայր 40։ օրհնի։ Այո։ 40։ 40։ Փորձեմ նռանգույնը Փարաջանով։ Հայկական է, բայց ոչ, եւ վստահ եմ, որ ռեժիսորը ազդված է նաեւ Փարաջանովի ֆիլմերից, ինչպես յուրաքանչյուր իրեն սիրող եւ հարգող ռեժիսոր այս աշխարհի երեսին անկախ ազգությունից, բայց վարդապետի լրությունը ֆիլմներ, որը ձեզ միավոր ոչ միայն չբերեց, այլև մեկ հարցի պատասխանի իրավունքից զրկեց։ Ալբերտ, մենք շարունակում ենք, Անի, դուք եք ընտրում, որովհետև միավորները ցածր են։ Ահա։ Օրհնեցեք Տեր Հայր 30։ Օրհնեցեք Տեր Հայր 30։ Անի։ Կոնկլավ։ Բրավո, ճիշտ է, կոնկլավ։ Վերադառնում եք խաղ, Ալբերտ, շարունակեք։ Օրհնեցեք Տեր Հայր 20։ Օրհնեցեք Տեր Հայր 20։ Ալբերտ։ Ջուդ Լոն Պապա։ Մալադոյ Պապա։ Այո, երիտասարդ պապը։ Ջուդ Լոյի դերակատարմամբ։ Եկեք օրհնեցեքով ավարտենք այսօր։ Օրհնեցեքով ավարտում ենք 10-ը, խնդրեմ։ Մենք սպասում ենք նորին սրբազնության Իտալիայի Անգելոյի դեմոնը։ Այո, հրեշտակներ եւ դևեր։ Շատ լավ։ Ճիշտ է, Ալեքսանդր, շարունակեք։ Եկեք կրակոտը 50։ Կրակոտ 50, խնդրեմ։ Ութսունականների սերիալ է։ 80-ականների։ Որը վերջերս չէր, Ալեքսանդր։ Եվ ոչ հայրենական, բրիտանական։ Միս Miss Marple։ Միս Marple։ Ճիշտ է։ Շարունակում ենք։ Շարունակենք կրակոտը 30։ Կրակոտ 30։ Շերլոկ Հոմսի սերիալը Բենեդիկտ Կամբերբիչ։ Cambridge, այո, Sherlock։ Ճիշտ է, Ալբերտ։ Շարունակեք։ Կրակոտ 40։ Կրակոտ 40։
James Bond։ Ճիշտ է, James Bond։ Եվ կրակոտնել է ավարտված, մնացել է սատանայի ականջը խուլ 30, 40 եւ 50 անի ակնկալում եմ ձեր ակտիվությունը, որովհետեւ վստահ եմ, որ կարող եք գրահել, Ալեքսանդր, խնդրեմ ընտրեք։ 30-ից սկսենք։ 30-ից սկսենք։ Կոնստանտին, Կիանու Ռիվս։ Տեսնենք։ Այո, Կոնստանտին, խավարի տիրակալը։ Կիանու Ռիվս։ Շարունակեք։ 50։ 50։ Լուցիֆեր։ Տեսնենք։ Բրավո, իհարկե։ Հենց իր անուններից մեկով էլ կոչված էր ֆիլմը։ Եվ 40 միավոր, որը կարող է վաստակել ձեզնից յուրաքանչյուրը, խնդրեմ։ Վերջերս դուրս եկել։ Գրական ստեղծագործությունը հին է, դասական է, պարտադիր ընթերցելու է, բոլորը գիտեն։ Ագաթա Կրիստի կլինի։ Տեսնենք։ Չէ։ Բուլգակով։ Այո, Մաստեր Մարգարիտա։ 120 միավորով Ալբերտը, 100 միավորով Անին եւ 150 միավորով Ալեքսանդրը ինձ հետ գալիս են կինոյի երկրորդ փուլ եւ 3-ից 2-ը կանցնեն երրորդ փուլ։ Ուխտադրուժները ֆիլմի այն տեսարանում, որտեղ Ջեք Նիկոլսոնը ատրճանակ է պահում Լեոնարդո Դիկապրիոյի վրա, վախը շատ բնական է ստացվել, քանի որ դերասանը չգիտեր դրա մասին առավել։ Նույնիսկ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն տեղյակ չէր։ Հետագայում Ջեք Նիկոլսոնը ասել է, որ այդ տեսարանին լարված դինամիկա էր պակասում։ Երկրորդ փուլում նույնպես երբեք չգիտես դիմացդ ինչ էմոջի կհայտնվի։ Պետք է ամեն պահի պատրաստ լինել, բոլորից շուտ սեղմել կոճակը ու տալ ճիշտ պատասխան։ Ճիշտ պատասխանի դեպքում կվաստակեք 30 միավոր, սխալի դեպքում կրկին գործում է նույն օրենքը, մեկ հարց բացեք թողնելու 15 ֆիլմ եւ 15 վայրկյան յուրաքանչյուրը գուշակելու համար։ Ալեքսանդր, առհասարակ հաղորդակցվում եք մարդկանց հետ էմոջիների լեզվով։ Առհասարակ այո։ Իսկ հիմնականում դրանք միտք են, որոնք ավարտվում են էմոջիով, թե լինում են դեպքեր, որ պարզապես էմոջիով եք արձագանքում։ Միտք, որոնք արտահայտում են տրամադրությունս երևի թե։ Կա սիրելին կամ հաճախ կիրառվողը։ Հաճախ կիրառվողը այն, որ ծիծաղում է ու լացվում։ Ծիծաղում է եւ արցունքներով, երջանկության արցունքներով ծիծաղող էմոջին։ Անի, կա ինչ-որ էմոջի, որը հոգեբանական խրախուսանք կարող է հանդիսանալ այն մարդու համար, ում որ ուղարկում եք։ Ինձ թվում է բոլորն էլ ինչ-որ մի ձևով կարող են դա անել։ Իսկ դուք որ էմոջին եք օգտագործում այդ բaragայում։ Դե կախված է իրավիճակից, բայց հիմնականում սրտիկն եմ շատ սիրում, որ զարմացած եմ, որ ասենց գլխից ուղեղը դուրս է գալիս։ Որ հա, գլխից ուղեղը պայթում է։ Ալբերտ, դուք ինչ որ երկչի էմոջիներ, բարձրախոսներ։ Ժպիտը մենակ։ Ժպիտը։ Այո։ Միայն ժպտում։ Այո։ Ահա, ինչպես հիմա։ Ինչպես Հիանալի է, եւ ժպիտով սկսում ենք ամենաժպտադեմ էմոջիներով եւ ոչ միայն ժպտադեմ էմոջիներով հարուստ մեր երկրորդ փուլը, ուշադրություն էկրանին։ Խելագար գիտնականը Ցնդած պրոֆեսորը, Այո։ ճիշտ է։ Հաջորդը։ էդ էլ ուզում եմ ասել։ Անի։ Ոյ չէ։ Կարատե պացանի վրա գնացի, բայց խաղացի։ Ինչպես։ Կարատե պացան։ Մոտ եք իհարկե, այսինքն սպորտի իմաստով։ 3, 2, 1։ Ռոկին էլ չի, չէ։ Չէ։ Արյունոտ սպորտ։ Այո։ Մեկ հարց բացեք թողնում անի, մենք շարունակում ենք։ Ինչ ենք տեսնում։ Թարմ ֆիլմ է։ Միայնակ գայլեր, Բրեդ Պիտի եւ Ջորջ Կլունի գլխավոր դերակատարմամբ։ Վստահ եմ, որ նրանց տեսել եք աշխարհի տարբեր կարմիր գորգերի վրա, ինչ փառահեղ տեսք ունեին եւ Ֆիլմը ինչպես չենք էին տեսել։ շողում այդ երկու կիսաստվածները հոլիվուդյան, բայց ֆիլմը չգիտեմ հասրել եք նայել թե ոչ։ Դուք վերադառնում եք խաղ եւ մենք շարունակում ենք խաղը։ Խնդրեմ հաջորդը։
V for Vendetta։ V նշանակում է vendetta, ճիշտ է։ Հաջորդը։ Ջիմ Քերին է խաղում։ Կաբիլշիկ։ Այո, Մալուխագործը։ Իմ սիրելի ֆիլմերից մեկն է։ Էմոցիոնալ։ Հաջորդը։ Պավարոտ Նիտուդա։ Ոչ մի տեղ չտանող խճուղին, ճիշտ է։ Հաջորդը։ Մումիայի մասն է խոսքը։ Մումիա ֆիլմը, չէ՞։ Մումիա հիանալի է ուղղակի։ Այս բaragայում էմոջիները շարունակում ենք հաջորդը։ Ես էի Դուք եք, այո։ Saving Private Ryan։ Փրկել շարքային Ռայանին, ճիշտ է։ Շարունակում ենք։ Ինչ ենք կարդում, որ երկրի դրոշն է։ Ուղղակի կարդացեք էմոջիները։ Մեկ անգամ Մեքսիկայում։ Բրավո։ Հաջորդը։ Վարկյան Պալոնոչնի էքսպրես։ Չէ։ Սովետական ֆիլմ է։ Քանի հոգի եք տեսնում։ Մենք կարող ենք ասել։ Ոչ։ Կարող եք, բայց ոչինչ չի փոխի ձեր կյանքում։ Վокзал для двоих։ Это։ Անի։ Ուշ չի։ Ձեր խաղընկերն է հուշել, եթե իր թույլտվությամբ Վокзал для двоих։ Կայարան 2-ի համար։ Ընդունում եմ։ Իհարկե, Կայարան 2-ի համար։ Ջենտլմեններ, ահա։ Եվ շարունակում ենք հաջորդը։ Հիշում եք տարբերակ եղավ, որ կարդալով անունը ասեցիք։ Հիմա որ կարդայիք ինչ կասեիք, ինչ է կատարվում։ Կրիկն է։ Ում։ Չհասցրինք, հա։ Առաջինը ով էր։ Սիրամարգի ճիչը, հա, տենց պրիմիտիվ, հա։ Բայց նախորդն էլ ասացի, չէ, որ կարդացեք։ Միշտ չի, որ այդպես է, բայց երբեմն խաղը թուլացնելու համար մեր էմոջիները կարող են այլ կերպ զվարճացնել մեզ։ Շարունակում ենք հաջորդը։ Վերջերս էլ նույնիսկ։ Նապոլեոն։ Բրավո, ճիշտ է, Նապոլեոն։ Հաջորդը։ Կարատե պացան։ Ճիշտ է, Ալբերտ։ Տեսնում եք, կյանքը բումերանգ է, դուք Անիին օգնեցիք, Անիի պատասխանը պտտվեց եկավ ձեզ ու տվեց միավորներ։ Նախավերջինը։ Անի։ Սուպերմեն навсегда։ Ոչ թե Սուպերմեն, այլ հավերժները։ Հա։ Ընդունում ենք։ Եվ անցնում առաջ։ Собачье сердце։ Շան սիրտը։ Շան սիրտը, ճիշտ է։ Ես ուղղակի հիացած եմ ձեզնով, որովհետև հավասար խաղ է մեզ մոտ գնում, 240 միավոր, 250 եւ 240, այսինքն հավասար պայքար է ընթանում մեր տաղավարում ու այս պարագայում Անի, ես ձեզ պետք է խնդրեմ, որպեսզի չսեղմեք կոճակը, բացատրեմ ինչու, որտեղ եթե դուք սեղմեք ձեր միավորները ավելանա, մենք միևնույնն է պետք է շարունակենք տղաների հետ խաղալ, հասկանալու համար թե նրանցից ով է ձեզ հետ գալիս հաջորդ փուլ։ Տղաներ, հարցը ձեզ համար է, ցանկանում եմ տեղեկացնել նաև, որ սեղմելու եւ ճիշտ պատասխան չտալու պարագայում հաղթում է մյուս մասնակիցը, իսկ ճիշտ պատասխանի դեպքում բնականաբար պատասխանողը։ Եվ այսպես ուշադրություն էկրանին։ Պույպույ մկնիկը։ Ճիշտ է։ Պույպույ մկնիկը։ Բրավո, բրավո, բրավո։ Եվ 270 միավորով Ալբերտը միանում է Անին ու ինձ հետ միասին գալիս են կինոյի երրորդ փուլ։ Ես Ալեքսանդր ձեզ շնորհակալություն եմ հայտնում միանալի խաղի համար, մաղթում ամենալավն ու բարին։ Կհանդիպենք երրորդ փուլում։ Երկրպագուներն այնքան են սիրում Կիանու Ռիվզին, որ ոչ միայն նշում են նրա ծննդյան տարեդարձը, այլև հունիսի 15-ը հռչակել են Կիանուի տրամադրության
բարձրացման օր։ Այդ ամենը սկսվել է այն պահից, երբ 2010 թվականին համացանցում հայտնվեց հայտնի լուսանկարը նստարանին միայնակ սենդվիչ ուտող մտազբաղ Կիանոն։ Երրորդ փուլը տրամադրության կտրուկ փոփոխություններով է անցնելու։ Չէ որ նրանցից միայն մեկն է հաղթելու ու գալու ինձ հետ եզրափակիչ։ Մինչ այս պահը վաստակած միավորները զրոյացված են, հավասար պայքար է ընթանալու, մենք ունենք 5 զույգ հարց ձեզնից յուրաքանչյուրի համար եւ ձեզնից յուրաքանչյուրին տրվելու է լիարժեք 20 վայրկյան մտածելու համար։ Եվ յուրաքանչյուր ճիշտ պատասխանի պարագայում կստանաք մեկ միավոր։ Քանի որ հավելյալ էմոջիներով դուք հասակ այստեղ, Ալբերտ, մենք ամեն դեպքում համարում ենք, որ բարձր միավորները Անին են եղել եւ Անի դուք եք ընտրում, թե ով է սկսելու այս փուլը։ Ես կսկսեմ։ Դուք կսկսեք պատասխանատվությունը եւ ամբողջ լարվածությունը վերցնում եք ձեզ վրա, բայց մեր հիասքանչ հանդիսատեսը լարվածությունը կթուլացնի ջերմ ծափահարություններով։ Եվ այսպես երրորդ փուլի առաջին ենթափուլ մեծերից ով կա։ Հիմա էկրանին կհայտնվեն փոքրիկների լուսանկարներ, որոնց դուք լավ ճանաչում եք, արդեն իրենց մեծ տարիքում պետք է փորձել կռահել, թե ում լուսանկարն է պատկերված։ Անի, դուք եք գուշակելու։ Վստահ չեմ, բայց երևի Միլա Յովովիչ։ Տեսնենք։ Բրավո, ճիշտ պատասխան։ Նույն սկզբունքով գուշակում եք դուք։ Շատ չի փոխվել կարծում եմ։ Ռոբերտ Պատինսոն։ Տեսնենք։ Այո։ Հիանալի է, հիանալի։ Եվ մենք շարունակում ենք ու արդեն երկրորդ ենթափուլն է։ Հիմա կցուցադրվի հայտնի կադր ձեզ լավ ծանոթ ֆիլմից, որտեղ մի դետալ մենք թաքցրել ենք կինոյի տարբերանշանի ետևում։ Պետք է փորձել հիշել կամ պարզապես կռահել, թե ինչ կարող է այնտեղ թաքնված լինել։ Անի, առաջին կադրը ձեզ համար է։ Նրբերշիկ։ Տեսնենք։ Այո։ Բրավո, ճիշտ է։ Իգործողություն եւ Շուրիկի մյուս արկածները։ Նրբերշիկ։ Նույն սկզբունքով գուշակելու եք դուք, Ալբերտ։ Տուպո իշո տուպե ֆիլմից է իհարկե 94 թվի։ Այդ ինչա։ Գլխի վերևը պետք է ասեմ ինչա։ Կինոյի տարբերանշանի հետևում, այո, գլխի վրա ինչ է։ Ինչ էր գլխի վերևը։ Տարածքը նայեք որտեղ է, ինչ կարող է լինել։ Թրջուն։ Աղավնի։ Տեսնենք։ Բնականաբար։ Բրավո, ճիշտ է։ Աղավնի։ Հավասար եւ թեժ պայքար է կինոյի տաղավարում ու մենք շարունակում ենք։ Հաջորդ ենթափուլում պետք է կենտրոնանալ ու ակտիվացնել երևակայությունը։ Պետք է կռահեք, թե որ ֆիլմը, մուլտֆիլմը կամ սերիալն է նկատի ունեցել արհեստական բանականությունը։ Անի, խնդրեմ։ Breaking Bad։ Հայերեն չեմ հիշում։ Բացեցի աչքի։ Բրավո։ Անմիջապես։ Նույն սկզբունքով գուշակում եք դուք։ Քաղաք, հա, ինչ ենք։ Սեղմեք, կոճակը ժամանակը չանցնի։ Քաղաք, շրջազգեստ։ Այո։ Աղջկա, սենյակ։ Ահա, հարուստի սենյակ։ Հարուստի նույնիսկ հյուրանոց ավելի շատ ոնց որ լինի, չէ՞։ Կրասոտկա, հա, մի քիչ։ Սիրունիկը։ Սիրունիկը։ Ջուլիա Ռոբերտս 90 թիվ։ Ճիշտ է։
Շարունակում ենք առաջին հայացքից տարօրինակ թվացող եւ ֆիլմի հետ կապ չունեցող ձևակերպման փուշում եմ ֆիլմի վերնագիրը կամ սյուժեն, որպես հավելյալ օգնություն նաև ունենք կադր տվյալ ֆիլմից։ Անի առաջին հուշումը ձեզ համար է։ Ֆիլմ, որի վերնագիրը բառացիորեն մեռած լողավազանի եւ կզաքիզազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունի արտասովոր համակեցության մասին է։ Դեռ ունենք ժամանակ։ Ռասամախա եւ այնմիսը Միվարկյան Անմոռացա Դեդփուլ Մեռած լողավազանի, այո։ Դեդփուլ եւ կուղ։ Ալբերտ, ձեզ համար է հուշումը։ Ֆիլմ, որի վերնագիրը սուպերմարկետի տնտեսական բաժնի կպչուն եւ խմիչքի բաժնի կարկառուն ներկայացուցիչների մասին է։ Ռաֆայել Երանոսյան Կադրում ինչ վիճակում է նա։ Սկոչ եւ վիսկի ֆիլմից հատված։ Սկոչված Ռաֆայել Երանոսյանը հուշեց, որ Սկոչ եւ վիսկի ֆիլմից էր դրվագը։ Մեր խաղացողները գիտեն ինչպես վարվել կինոյի հետ եւ մենք արդեն 5-րդ ենթափուլում ենք։ Տրամաբանական շղթա, գտիր ավելորդը։ Կտեսնեք 4 կադր։ Այդ ֆիլմերից 3-ն ինչ-որ օրինաչափությամբ սկզբունքով ունեն ընդհանրություն։ Մասնակիցը պետք է կարողանա կռահել այդ ընդհանրությունը եւ նշել ֆիլմը, որը դուրս է տվյալ տրամաբանությունից։ Եվ այսպես անի առաջինը դուք պետք է կռահեք եւ ընտրեք թե որն է ավելորդ։ Հիշում եք ֆիլմերը անուններով։ Առաջինը, երկրորդը եւ չորրորդը միակ մարդիկ էին։ Ինչ-որ տրամաբանություն եմ գտնում։ Առաջինը դաշնականը 1900-ն է, մյուսը «Я լեգենդան», սա չորրորդը պիանիստը, իսկ երրորդը սպորտսմենի մասին այնտեղ կոլեկտիվ գործունեություն ա վարում։ Մենակ չէ։ Իսկ ֆիլմերի լիարժեք վերնագրերը կարող եք հիշել։ 1900 առաջինը Լեգենդա պիանիստ է, բայց 1900-ել եմ տեսել։ Երկրորդը Ես լեգենդ եմ։ Ահա։ Չորրորդը դաշնակահար։ Դաշնակահարը, իսկ երրորդը չեմ հիշում։ Շատ հավանական է, որ լինի խոկեիստ, բայց անուններով է։ Եվ վերջնական պատասխանն է։ Չորրորդը։ 2 Չորրորդը։ 1 Ինչու՞։ Առաջին ու երկրորդը լեգենդ բառը կա մեջը։ Չորրորդի վերնագրի մեջ հաստատ չկա լեգենդ բառ, երրորդին չեմ հիշում։ Կարող է ինքն էլ լեգենդի հետ կապ ունենա։ Այս ընտրում եք չորրորդը։ Հա։ Առաջինը լեգենդ դաշնակահարի մասին, երկրորդը Ես լեգենդ եմ, երրորդ ֆիլմը Լեգենդ համար 17 եւ չորրորդը դաշնակահարը, որտեղ լեգենդ բառը չկար եւ այս տրամաբանությունը ճիշտ է։ Շնորհակալություն։ Նույն սկզբունքով գուշակում եք դուք։ Երկրորդը նախ սկսեմ, որ իմ սիրած դերասանն է մեջը ու իմ սիրած ֆիլմերից մեկն է, Սմերձելն է առուժը 2-ն է։ Մահացու զենքը, այո։ Չորրորդը Բայցովսկի կլուբն է, երրորդը Չասպիկ 3-ն է, մեծ են արդեն մեջը, առաջինը, այո, առաջինը Դոն Բալշոյի Մամոչկին է, եթե չեմ սխալվում։ Դերասանն է նույնը, բայց այդ ֆիլմը չէ։ Մարտին Լորենսն է։ Պլախիե Պարնին է, Ուիլ Սմիթին չէի տեսել, ներողություն։ Հիմա տրամաբան ենք։ Ինչպես։ Զույգերի մասին է, հա, երևի խոսքը, որ Բայց ինչ զույգերի։ Իրական։ մի վարքյան ոստիկանական զույգեր։ Առաջինը, երրորդը եւ երկրորդը ոստիկանական զույգեր են, Նապարնիկ, երրորդը Բայցովսկի կլուբն է, вообще իրար հետ կապ չունեն։ Մարտական ակումբում, այո, վատ տղաներում, մահացու զենքում եւ պիկ ժամում ոստիկանական զույգեր են։ Այո։ Ինչ եք անում դուք մեզ հետ, ես չգիտեմ, որովհետև մենք կրկին պետք է դիմենք հավելյալ հարցի օգնությանը
Եվ այս պարագայում արդեն պետք է գործի նաև ձեր արագությունը, որովհետև ով առաջինը սեղմի կոճակը եւ տա ճիշտ պատասխանն այլ կհաղթի, ով առաջինը սեղմի եւ չտա ճիշտ պատասխան կհաղթի մրցակիցը։ Հիմա ես կթվեմ 3 դեր կամ կերպար, որոնք մարմնավորել է տվյալ դերասանը տարբեր ֆիլմերում։ Պետք է մրցակցից շուտ կողմնորոշվել եւ կռահել, թե որ դերասանի մասին է խոսքը։ Եվ այսպես մեր հավելյալ փուլը գուշակիր դերասանին։ Այստեղ արդեն հուշում չի լինելու, սիրելիներս, նույնիսկ ես կարող է դեպի տեսախցիկը նայեմ, որպեսզի հայացքով անգամ չբախվեմ ձեզ հետ։ Նա ով սեղմեց, պետք է պատասխանի։ Եվ այսպես մաֆիոզ, թեթևաբարո պապիկ, տաքսու վարորդ Ռոբերտ Դենիրո։ Բրավո։ Բրավո, բրավո, բրավո։ Եվ Ալբերտը ինձ հետ գալիս է սուպեր խաղ։ Անի ձեր սուպեր խաղի համար այս տափարությունները։ Դուք իսկապես ցուցաբերեցիք հիանալի խաղ, իսկ մենք սուպեր խաղում կբարձենք Ալբերտը 120 վայրկյանում։ Կկարողանա գուշակել ֆիլմերն ու տուն տանել կինոյի Օսկարը, թե ոչ։ Արջևում վերջին փորձությունն է, սուպեր խաղը, եւ մեր մասնակիցը պետք է սուպեր խաղ ցուցաբերի ու 120 վայրկյանի ընթացքում գուշակի 7 ֆիլմ եւ արժանանա կինոյի Օսկարին։ Այս պարագայում ես վստահաբար կարող եմ ասել, որ կասկած չունեմ, որովհետեւ մինչ այս վայրկյանը դուք սուպեր խաղ եք ցուցաբերել, արժանի կերպով գտնվում եք մեր սուպեր խաղում։ Տրամադրությունը մարտական։ Ես զգում եմ, որ ձեր մեջ արդեն շտապելու ջիհ որ շատ արագ հրճակենք ձեր վերջնական հաղթանակը։ Դրա համար 120 վայրկյանը ձեր տրամադրության տակ է, ժամանակը կանք չի առնելու։ Ճիշտ պատասխանի դեպքում սեղմում եք կոճակը եւ հնչեցնում պատասխանը, եթե մի փոքր կասկածում եք, ավելի լավ է հնչեցնել հաջորդը հրահանգը, մենք կվերադառնանք չգուշակված ֆիլմերին, եթե դեռևս ունենանք դրա համար ժամանակ։ Ժամանակը գնաց։ Մի քիչ սպասեք, վստահ եմ կասեք։ Մալչիշնիկ Վեգաս։ Տղաների խնջույքը Վեգասում։ Հաջորդը։ Հաջորդը սեղմեմ նոր հաջորդը։ Չէ, հաջորդը։ Հաջորդը, հա։ Սոլտ։ Ճիշտ է։ Հաջորդը։ Օրինակ ինչ կին է, ինչպես կասեիք ես կնոջը։ Գալոտնա չէ։ Սուպեր կին։ Այո, Սուպեր կին։ Սեղմեք, այո, հրաշք կինը։ հա։ Ճիշտ է, հաջորդը։ Խոշոր շահում։ Ճիշտ է, հաջորդը։ Խաղալիքների պատմություն։ Ճիշտ է։ Հաջորդը։ Խելահեղ Մաքսը 70։ Խելագար Մաքս, այո, ճիշտ է։ Այս Առաջինը կար, վերջերս դուրս եկավ երկրորդը։ Այն ստեղծված է մանուկների համար, բայց ըստիս կարող են նայել մեծերը։ Եթե ոչ խաչբար, ապա ինչ ենք լուծում, սովորաբար ինչ խաղեր ենք խաղում։ գլուխ կոտրուկ։ Ինչպես։ Գլուխ կոտրուկ։ Ինչպես։ Գլուխ կոտրուկ։ Ինչպես։ Գլուխ կոտրուկ։ Այո, ճիշտ է։ Եվ ես մեծ սիրով Ալբերտ, կինոյի Օսկարը հանձնում եմ ձեզ, ինչպես նաև մեր գործընկերոջ կինոպարկի կողմից սպասված ֆիլմերը դիտելու հրավիրատոմսեր, բրավո։ Բրավո, իսկապես սուպեր խաղ ցուցաբերելու համար, խնդրեմ ձեր խոսքը։ Շնորհակալ եմ։ Շատ բարի, հիանալի է եւ իսկապես այսօրվա խաղը բավականին բուռն էր եւ կենաց մահու պայքար էր գնում։ Այո։ Եվ հենց այդպիսի ստեղծագործությամբ էլ մենք ցանկանում ենք ավարտել մեր այսօրվա եթերը։ Մեռիր, բայց ոչ հիմա ստեղծագործությունն է հնչելու, ապրեք բոլորդ։ Ստոպ, նկարահանված է։ Բոլորին շնորհակալություն, բոլորն ազատ են։ Maestro, action։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։
Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America